Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սյունիքի խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից էլի կրակել են, մինչև լույս խնածախի ղեկավարն է պատմել։ Նույն ժամերը չի փոխվում համարյա, նույն ձևով կրակում են 10-20, 12-20, շերը 2-ին է լինում, 3-ին է լինում նայած որոր, առավոտը 4-ին 4-20, ես էլ ասեն ժամերին չեմ նայում, կրակում են, ինչ ասեմ, ուրիշ բան կա, որ ասեմ, որ հիմա կրակում են նույն ձևիա, նույն պատմությունը։ Իսկ մերոնք պատասխանում են, մեր կողմից պատասխան։ Ընդհանրապես, մի հատ էլ է։ Գիշերը կրակում է, ցերեկը բարձր բաներից խոսում, անվտանգություն, աշխարհակարգ, խաղաղություն, խաբում է անթաքույց օրը ցերեկով աշխարհի 44 երկրի։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ներկայացուցիչներին, վերլուծական կենտրոնների, փորձագետներին 44 երկրից հավաքել է Ստեփանակերտի պետհամալսարանում, որ ինչ ասի, ցանկացած սադրանքի օպերատիվ են արձագանքելու։ Նրանց պաշտպանության նախարարը հանձնարարական իջեցրեց։ Այժմ հաջորդում է Բաքվի հայտարարությունը ձևակերպումով հայկական կողմի դեմ ձեռնարկված համարժեք պատասխանատվողությունների մասին։ Մի այսպիսի հայտարարություն էր այս տարվա սկզբին արեցին, նույնը այսօր են կրկնում, պնդում։ Իբր ապրիլի 8-ին 19:20-ից մինչև 22:30-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի եւ Վերին շորժայի դիրքերից փոքր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Այդ երկրի ռազմական գերատեսչությունն ասում է նաեւ, թե նշված ուղղություններով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխանատվություններ։ Այնինչ խնածախից եւ Խոզնավարից էլ պատմում են, որ հենց այդ ժամերին ադրբեջանական դիրքերից են կրակում արդեն քանի օր է։ Այդ ակտիվությունը Ռամադանի օրերից է սկսվել, հետո մի քանի օր դադար են տվել ու վերջին օրերին էլի սկսել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ռեժիմով է հերքում նրանց կեղծ հայտարարությունները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին ժամը 19:20-ից 22:30 ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Այս իրավիճակին Մոսկվան է արձագանքում, աշխարհում լավ են սերտել հավասարակշռության նշով խոսելու լեզուն։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ասում է, հետևում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային վիճակին եւ հանդարտության կոչ անում կողմերին։ Подтверждаем наш призыв к Баку и Еревану проявлять. Բաքվին եւ Երևանին կոչ են կանում խուսափել իրավիճակի վատթարացմանը հանգեցնող ցանկացած գործողությունից։ Համոզված ենք, որ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող հարավային մարզում Ռուսաստանի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի եւ ընդհանրապես ողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։ Ով կսանձի Ալիևին, նա կանգ չի առնում, սանձող չկա ու նա նախապայման վերջնագրեր է, որ շարում ու զարկ տալիս դրանց դոզային։ Փոխեք սահմանադրությունը, քանի դեռ Հայաստանն ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Խաղաղության պայմանագիր չկա, ռազմական նոր առճակատման վտանգը կա։ Ձիու քայլ է անում։ Վաշինգտոնի ու Թեհրանի ներկայացուցիչներն արդեն այս շաբաթ բանակցային սեղանի շուրջ կնստեն։ Բանակցությունների հարթակը Թեհրանի սրտով է, ձևաչափը եւս։ Դեռ նախորդ նամակագրություններում էին վերահաստատել, որ ուղիղ բանակցություններ չեն ուզում, պատրաստ չեն նաեւ բանակցել ճնշման տակ։ Իրանն ու ԱՄՆ-ն կհանդիպեն շաբաթ Օմանում բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար։ Սա եւ հնարավորություն է եւ ստուգում։ Գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում։ Ստուգում ասելով Իրանի արտգործնախարարը, որ անձամբ է գնալու բանակցության Թրամփի հատուկ բանագնացի հետ, նկատի ունի ամերիկյան մտադրությունների ուսումնասիրություն, բայց այստեղ ուշագրավ է, որ երկրները դեռ խոսք չփոխանակած կարծես իրար լավ չեն հասկանում։ Երեք Սպիտակ տանը լրագրողների զրույցում ԱՄՆ նախագահ Թրամփը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։ Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ եւ դրանք արդեն սկսվել են։ ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրերի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաեւ Թեհրանի շահերին։ Գուցե միջուկային ոլորտում որոշ զիջումների ու սահմանափակումների Իրանում պատրաստ են, բայց դա չի կարելի պնդել հրթիռային ոլորտի վերաբերյալ Իրանագետի պնդումն է։ Փորձագետը օրինակ է բերում միջուկային թեմայով երկրների նախորդ բանակցությունները։ Իհարկե հրապարակային հայտարարություններ եղել են հիմնական պահանջների մասին, բայց հայտնի չէ, թե պահանջների ինչ ցուցակով Թրամփը բանագնացին Օման կուղարկի ու դրանցից քանիսը մուգ կարմիր գիծ կհամարի
պաշտոնական Թեհրանը։ Թրամփի նախորդ կառավարությունը նման 12 պահանջ էր ներկայացրել Իրանին, բայց այս պայդրությամբ բարձ չի թե այս անգամ կոնկրետ որոնք են լինելու այդ պահանջները։ Ամեն դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարծում եմ առաջնահերթ նախընտրում է բանակցային տարբերակը։ Բանակցությունների պայմանավորվածությունների լուրերին զուգահեռ Reuters-ը գրեց, թե նախորդին Այաթոլլահ Խամենեին կարգադրել է Իրանի բանակը բարձր պատրաստվածության վիճակի բերել։ Պատերազմի վտանգն իհարկե կա, բայց բանակցությունների գնալը ըստ փորձագետի հենց պատերազմ չնախընտրելու մասին է։ Եթե մենք կոնկրետ Իրանի դիրքերից ենք խոսում, ապա Իրանի համար եւս միանշանակ պատերազմը նախընտրելի տարբերակ չէ եւ Իրանի գործունեությունը թե վերջին տարիներին եւ թե առհասարակ վերջին տասնամյակներին միշտ դրան է միտված եղել, որ խուսափեն պատերազմից եւ այժմ էլ փաստացի գնում են բանակցությունների անգամ Թրամփի կառավարության հետ։ Այսպիսով շաբաթը որոշիչ կլինի, փորձագետներն ասում են, առաջին հանդիպումից էլ պարզ կդառնա ի վերջո իրար հասկանում են Վաշինգտոնն ու Թեհրանը, թե ոչ։ Հեռակա կապի ամբողջ ընթացքում համենայն դեպս սպառնալիքների ու մեղադրանքների պակաս չի եղել։ Ջնջում, ավերում ու ոչնչացնում է Ադրբեջանը հայկական պատմամշակութային հուշարձանները բռնազավթված Արցախի տարածքում։ Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն է 2024-ի տարեկան զեկույցում անդրադարձել խնդրին։ Ավելին, կոչ է արել ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարական կառույցների դեմ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն ապահովել մշակութային եւ կրոնական ժառանգության վայրերը հետազոտելու եւ փաստաթղթավորելու համար։ Նման փաստերը բավականին կարևոր են մի քանի առումներով եւ տեղեկատվական դաշտում համապատասխան պայքար տանելու թեմայի հետ կապված իրազեկվածության աստիճանը բարձրացնելու եւ իրավական դաշտում կարևոր գործիք կարող է հանդիսանալ համապատասխան դատական պրոցեսներում։ Զեկույցում հիշատակվում է նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունը, ըստ որի Ադրբեջանը հայ բնակչությանը Ղարաբաղից ամբողջությամբ տեղահանելու եւ նրանց մշակութային եւ պատմական ներկայության հետքերը ոչնչացնելու համակարգված ռազմավարություն է իրականացնում։ 2024 թվականը մշակութային արժեքների ոչնչացման ծավալներով խիստ ահագնացող էր։ Այս պարագայում այս զեկույցը շատ ավելի կարևոր է, քանզի շատ մանրակրկտորեն է անդրադառնում եւ շատ ավելի ուղիղ հասցեական է անդրադառնում Ադրբեջանի կողմից արդեն մարդու իրավունքների խախտումներին կապելով դաժառանգության հետ եւ նաեւ շեշտադրում է վերադարձի իրավունքի եւ արցախահայերի իրենց հուշարձանների հետ հաղորդակցման իրավունքի կարեւորությունը։ Միջազգային մեկ այլ կազմակերպության Caucus Heritage Watch-ի արբանյակային տվյալների հիման վրա արձանագրվել են մի շարք կրոնական վայրերի վնասներն ու ավերվածությունները։ Խոսքը մասնավորապես հայկական երկու գերեզմանոցների 19-րդ դարի եկեղեցու եւ վտանգի տակ գտնվող այլ հուշարձանների մասին է։ Հայ հետազոտողների տվյալներով 2020 թվականից մինչև օրս ոչնչացրել են հայկական պատմամշակութային ժառանգության ավելի քան 570 կառույց։ Կարևոր ճարտարապետական կառույց էր Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, որը կրկին հիմնահատակ ոչնչացվել է։ Բացի դա նաև Կանաչ Ժամ Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին է հիմնահատակ ավերվել, եւ այս դեպքում կարևոր է շեշտադրել, որ Կանաչ Ժամի հետ կապված ժառանգության խոշտանգում է նաև, որովհետև սկզբում նրանք պայթեցրին եկեղեցու գմբեթը, համարեցին ռուս ուղղափառ, այնուհետև Կանաչ Ժամը համարեցին աղվանական եւ հետո կողմնորոշվելով թե յուրացման ինչ քաղաքականություն ընտրեն, այն հիմնահատակը գետին հավասարեցրին։ Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն առաջարկում է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը լսումներ անցկացնի Ադրբեջանում կրոնական ազատության խնդրի շուրջ։ Միջազգային հանրությունը սկսել է ֆիքսել հայերի դարավոր ժառանգությունը, պատմությունը ցինիկաբար ջնջում է Ալիևը։ Հարցնում են մասնագետները, իսկ երբ կձայնեն այս մասին մեր իշխանությունները։ Մենք այնքան ընդհանուր բան ունենք, երկուսից մուտքն էլ սիրելի Հայաստանն արգելված է։ Զատուլինը դիմել է Մարգարիտա Սիմոնյանին։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը ՌՏ-ի գլխավոր խմբագրին շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ եւ գրել. «Սիրով միանում եմ ձեզ ուղված շնորհավորանքներին, չէ որ մենք ընդհանուր այնքան բան ունենք հարավային արյուն, սեր Սոչիի հանդեպ եւ մուտքի արգելք սիրելի Հայաստան։ Իդեպ երբևէ չեմ հետաքրքրվել, արդյոք ձեզ են ինչպես արգելել մուտք գործել Ադրբեջան»։
Նոր մաքսատուրքեր սահմանելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուրջ $500 միլիարդ է կորցրել Forbes-ի տեղեկացմամբ Թրամփին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի արժեքների անկման հետևանքով ԱՄՆ նախագահի կարողությունը $4 միլիարդ 700 միլիոն նվազել է, հասնելով $4 միլիարդ 200 միլիոն։ Հիշեցնենք, որ վնասները սեփական մաշկի վրա զգացած մասկը դիմել է Թրամփին մաքսատուրքերի սահմանման որոշումը վերանայելու խնդրանքով։ ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր է ներգաղթյալներին արտաքսման որոշումից հետո օրական տուգանել $998, եթե նրանք չլքեն երկիրը, ովքեր չեն վճարի այդ գումարը, նրանց ունեցվածքը կբռնագրավվի։ Թրամփի վարչակազմը նախատեսում է հետին թվով պատժամիջոցներ կիրառել մինչև 5 տարի ժամկետով, ըստ բարձրաստիճան աղբյուրի, որը ցանկացել է անանուն մնալ։ Դա կարող է հանգեցնել ավելի քան $1 միլիոն տուգանքների գոյացմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օդանավերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդայի նահանգի Մուկբիլ քաղաքի բնակելի թաղամասին, զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է ավելի քան 16 մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ, զգալի վնաս է հասցվել բնակելի տներին։ Քաղաքացիական պաշտպանության խմբերն անմիջապես շարժվել են դեպքի վայր, փլատակներից տուժածներին փրկելու եւ ամերիկյան ռմբակոծության հետևանքով բռնկված խոշոր հրդեհները մարելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ օդային մի քանի հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջանների կապի ցանցերին, ինչպես նաև թիրախավորել Դամար քաղաքից արևմուտք գտնվող մի շարք ֆերմաներ, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին Դոնալդ Թրամփի նախազգուշացումները նկատելի լարվածություն են առաջացրել տարածաշրջանում։ Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի կարգադրությամբ Իրանի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի։ Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային եւ Բահրեյնին ուղարկված ծանոթագրերում Իրանն ընդգծել է, որ հարձակման դեպքում ցանկացած աջակցություն, ներառյալ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից իրենց օդային տարածքի օգտագործումը կդիտվի որպես թշնամական գործողություն։ Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի դատավարությունների մասին լուրերը թեկուզ կառավարական խմբագրումներով ավելի հազվադեպ են դարձել։ Նկատելի է, որ դատավարության գործընթացը դանդաղում է։ Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչը մեկնաբանում է, խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապվել է գործընթացը, դրա դանդաղ ընթացքով է պայմանավորված նաև դատավարությունների ձգձգումը։ Եթե պետք է ազատ արձակեր, որովհետև խաղաղության փաստաթղթի ստորագրումը պետք է ապահովեր այս անձանց ազատ արձակումը, նրանք չպետք է ազատ արձակվեին որպես անպարտ անձինք, նրանք որպես հանցագործներ պետք է ազատ արձակվեին այսպես կոչված ներումների, համաներումների համատեքստում։ Սահակյանը նաև պատմում է Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում ադրբեջանցի պատվիրակների հնչեցրած մեղադրանքների մասին, ուղղված հայկական կողմին, նաև գեներացված պահանջների, որոնք բարձրաձայնել են։ Մասնավորապես Ադրբեջանը խոսել է 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին։ Այդ տերմինների գործածումը խաղաղության մասին չէ, կառուցողականության մասին չէ, նաև փակ դռների հետևում դատեր անցկացնելը։ Այստեղ իրավապաշտպանը հիշեցրեց, դիմել են միջազգային կազմակերպությունների, որոնք կարող էին դատավարությունների հետևել, բայց Ադրբեջանի իշխանություններից մերժվել են։ Հաստատում ենք այն մասնագիտական տեսակետը, որ Ադրբեջանում ընթացող դատավարությունները գաղտնի են, փակ են եւ ոչ հրապարակային են, ինչը արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտում է։ Հայ գերիների ցուցմունքների մասին իրական տեղեկություններ ըստ էության չունենք, ձայնային հրապարակումները պարզ չեն լսվում, դրանք թարգմանված են։ Վստահ չենք կարող լինել դրանց իսկության հարցում։ Ի դեպ, վերջին հրապարակումներից մեկը Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հարցաքննությանն է վերաբերել, ըստ պետական Ազերթաջ գործակալության Արցախի խորհրդարանի նախկին ղեկավարը պատասխանելով դատախազի հարցին, թե որն է եղել Ղարաբաղյան առաջին պատերազմի նպատակը, ասել է Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Իշխանյանն ասել է նաև, որ ադրբեջանական զինուժի դեմ մղած մարտերում պարգևատրվել է մարտական խաչ շքանշանով։ Թեև պարզից էլ պարզ է, որ ճնշումներ կան, բայց ըստ իրավապաշտպանի կա համապատասխան կամք ու խիզախություն ամբողջովին չտրվելու այդ ճնշումներին։
Բոլոր դեպքերում այդ կարմիր գծերը պահպանված են եւ չնայած մեծ ճնշումների նրանց հայտարարությունները ցուցադրում են, որ Արցախը ունեցել է ինքնորոշման իրավունք եւ իրավաչափորեն իրացրել է անկախ լինելու իր իրավունքը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հարցազրույցում խոսելով Բաքվի բանտում պահվող հայ քրիստոնյա ռազմագերիների մասին նշել է, որ նրանց ազատ արձակումն առաջնահերթություն է Ամերիկայի նոր վարչակազմի համար։ Մեզ ասվել է, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի, որպեսզի նախագահ Թրամփը անվերապահորեն աջակցի խաղաղության գործընթացին։ Իդեպ հայ առաքելական եկեղեցու հետևորդ Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում արգելել են Աստվածաշունչ ունենալ։ Սա ամրապնդում է այն համոզմունքը, որ նա ու մյուսները հետապնդվում են ոչ թե որ նրանք ենթադրյալ անջատողականներ են, այլ քրիստոնյաներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մի շարք երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը նրանց համար գործ անելու ավանդական ձևերից մեկն է։ Այս մասին Տելեգրամում գրել է Մարիա Զախարովան։ Մեկ օրում պատասխան սակագները դեռ աճել են։ Սակարկությունը լուրջ է։ Պետությունների համար դա բիզնես վարելու ավանդական ձևերից մեկն է։ Շատ երկրների համար դա շոկ է, ասել է Զախարովան։ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու ու Անկարայի գործողությունները կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պայմանների կատարման հետ, ասել է Էրդողանի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը։ Նա ընդգծել է, որ Անկարա-Երևան կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը կաշառքի գործով է ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել 2 ամսով կալանավորվել է, հայտնել են հակակոռուպցիոն դատարանից։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը եւ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Երևան աշտարակ ճանապարհն ապրիլի 8-ի առավոտյան նորից փակվեց։ Քասախ ու Պրոշյան գյուղերի բնակիչներն էին դարձյալ բողոքի դուրս եկել։ Երկկողմանի էին փակել ճանապարհը։ Պատճառը տրանսպորտի 25 եւ 59 համարների գծերի կրճատումն է եւ նոր ավելի թանկ երթուղու գործարկումը, որին հավաքվածները դեմ են։ Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարությունը չգիտես ինչու չընթառաջեց, չուզեց որպեսի ժողովրդի սրտով լինի, դրա համար էլ քաղաքացիների 9 շան բողոքի դարձյալ փակել են ճանապարհը։ Ակցիայի մասնակիցներն այս անգամ պահանջում էին Երևանի քաղաքապետից, որ տարածքը Երևան քաղաքի ավտոբուսը սպասարկի։ Այն պետք է հասնի մինչև Պրոշյան ու հետադարձանի։ Երևանին են սպասարկելու, թող ավտոբուսը հասնի այստեղ։ Հավաքվածների հետ բանակցում էր ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հասարակական կարգի պահպանման վարչության պետը։ Տեղում էին մեծ թվով կարմիր բերետավորներ, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի մեծ թվով բարեկներ, ինչպես նաև ոստիկանության նայերի բաժնի համայնքային ոստիկանները, բաժնի պետի գլխավորությամբ։ Պրոշյանցիները բացեցին ճանապարհը միայն հստակ համաձայնություն ձեռք բերելուց հետո։ Ապրիլի 9-ին նրանցից 4 հոգու կառավարությունում կընդունեն։ Այստեղ իրենց առաջարկները կներկայացնեն։ Ակցիայի մասնակիցների խոսքով հետագա քայլերն արդեն կբխեն այդ հանդիպման արդյունքներից։ Եթե վաղը մեր առաջարկը չեն ընդունի, դե միշտ կհավաքենք, ավելի շատով կհավաքվենք։ 5 բուժ աշխատող խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները։ Այդ դեպքերը քննող նորաստեղծ հանձնաժողովի արձանագրումն է։ Տեղեկացրել են բուժկենտրոններին աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգապահական պատասխանատվության կարող են ենթարկել նկատողություն, խիստ նկատողություն, բուժօգնության եւ սպասարկման լիցենզիայի կասեցում։ Բոլորին էլ մեր հանձնաժողովի նպատակը չի որևէ կոնկրետ բուժաշխատողի պարտադիր պատասխանատվության կանչելու եւ բոլորովին այդ նպատակը էթիկայի հանձնաժողովներ աշխարհում ընդհանրապես չունեն։ Սա մեր գործի ընդամենը վերջի, թերևս ամենացավալի մասն է, բայց հիմնական մասը վերաբերում է նրան, որպեսզի մեկ գործի քննության արդյունքում վարքագիծ փոխվի առնվազն տվյալ բուժհաստատությունը։ Բուժաշխատողներից պահանջվող մասնագիտական էթիկայի կանոնները գործադիրն է սահմանել, պարտադիր է բոլորի համար սանիտարից մինչև ավագ բժիշկ։ Խախտումների մասին էթիկայի հանձնաժողովի նախագահը գոհ է, ասում է ոչ միայն բուժառուներն են անձամբ դիմում ներկայացնում, այլ նաև նրանց հարազատները։ Մենք ունենք ընտանիքի անդամին վիրավորելու դեպքերի հետ կապված դիմումներ,
սրանք էլ են շատ հանդիպում, պացիենտի վարքի մասին բուժաշխատողի դատողությունների կատարման դեպքեր, որոնք գնահատականներ են տալիս պացիենտին, դրանով իսկ վիրավորելով նրան, ցավի մեղման հետ կապված թերացումների հետ կապված մենք ունենք գործեր եւ պացիենտի որոշակի իրավիճակում բուժումից հետո ունեցել է ցավային որոշակի սինդրոմներ եւ այլն եւ համարժեք պատասխան բուժաշխատողի կողմից այդ բուժական գործընթացներ չեն իրականացվել, ուղղորդումներ չեն իրականացվել։ Բուժհաստատությունների մեծամասնությունն ըստ Աբգարյանի լավ է դիրքավորվել հանձնաժողովի հետ հետադարձ կապ հաստատելուց բացի, շատերը նաեւ միջոցներ են ձեռնարկում, որ դեպքերը չկրկնվեն, բայց իհարկե շարքում կան նաեւ այնպիսիք, որոնք հանձնաժողովականներին անգամ չեն արձագանքում։ 2027-ից օրենքը կփոխվի, կխստացնեն։ Աշխարհում հայտնի է, որ համապատասխան քայլերով է նախատեսվում հայտնել անձի վերաբերյալ ծանր ախտորոշումը եւ առողջապահության նախարարության առաջարկեցինք քննարկել եւ նրանք արդեն մեթոդական ուղեցույց են բուժհաստատությունների համար ընդունել, ինչպես հայտնել վատ լուրերը։ Բժշկական էթիկան ի դեպ պատասխանատուները նախատեսում են առաջիկա ժամանակներում դարձնել կրեդիտավորման ենթակա, ինչպես մյուս դասընթացների դեպքում, այնպես էլ այս մեկի բուժաշխատողները պարտադրված կլինեն անցնել այն։ Նորից հոտը խեղդվում է։ Նոր վարչական շրջանի Նանսենի փողոցում 1 տասնամյակ է գարշահոտը չի վերանում։ Հակասանիտարական վիճակը եւս պատուհան բացել քաղաքացիները գրեթե չեն կարողանում։ Այստեղից է սաղ դուրս տալի։ Դիտավորն են այստեղից է։ Մի հատ ընդեղա։ Սենց լրիվ, սենց լցմա, այստեղից է ուր պետք է գնա։ Մաշված դիտահորերի պատճառով այդ կեղտաջրերը դուրս են գալիս կամ կուտակվում թիվ 62 դպրոցի բակում կամ էլ լցվում ավտոտնակներն ու նկուղները։ Կեղտաջրերի հոսքը հաճախ շատ ուժեղ է լինում։ Տեղից է սենց քարից է։ Քաղաքացիներն այս վիճակը պայմանավորում են նաև հարևանությամբ կառուցվող շենքերի թվի ավելացման հետ։ Կոյուղատարերը եւ դիտահորերը չեն դիմանում ճնշմանը, դրանք պետք է փոխել։ Շենքերն շատացել է մասիվի, արդեն չի հերիքացնում կանոններով, բայց դեռ մեջը որ բարձր քանդու քարապ է լուկերի մեջ։ Բնակիչները պնդում են, որ այս անցքերը փորել են առնետները։ Երբ կոյուղին դուրս է գալիս, բնակիչները տեսնում են, թե ինչպես են առնետները վխտում։ Ու այս խաղահրապարակի տակով ամբողջ կեղտը լցվում է բնակիչների ավտոտնակներ իջնում դեպի Լվովյան փողոց։ Բնակիչները սակայն վիճակի պատասխանատուին այդպես էլ չեն գտնում։ Վեոլիա ջուրն ու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը միմյանց վրա են գցում խնդրի հիմնովին ու վերջնական լուծումը։ Միայն կարճաժամկետ ինչ-որ քայլեր են ձեռնարկում։ Ասում են իրենք վճարումները պարտաճանաչ են կատարում, ուզում են, որ պատասխանատու կառույցներն էլ նման կերպ մոտենան իրենց պարտականություններին ու խնդիրը կարճ ժամանակում լուծեն, քանի որ օրերը տաքանալուն պես վիճակը սրվելու է։ Ապրիլի 8-ին շտապօգնության մասնակցությամբ հերթական վթարն է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Թամանցիներ փողոցում շտապօգնության մեքենան բախվել է Երկաթե Էլեկտրասյանը։ Վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վարորդի կողքին գտնված եւ հոսպիտալացված բժիշկը մահացել է։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն էլ հայտնել է, որ ցավոք բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով էլ ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Իսկ բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Ժամանակներս կրկին ավելացել է շտապօգնության ավտոմեքենաների մասնակցությամբ վթարները, այդ թվում ոչ միայն Երևանում, նաև մարզերում։ Ապրիլի 8-ին 70-ամյա մուշեղը վազ 2101-ով Տիգրան Մեծի պողոտակ Քրիստափոր փողոցի խաչմերուկում վրերթի ենթարկել հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, իսկ ժամանած բժիշկների հերթապախումբը վրերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր տեղափոխել է հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Վարորդը սթափ է եղել։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապախումբը նախտեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրայերթի ենթարկվածին, ով ըստականատեսների կին է եղել, ապա տեղափոխել հիվանդան։
Իսկ ապրիլի 7-ին Երևան-Սևանի-Ջևան ճանապարհին բախվել են Մերսեդեսը եւ Երազը։ Երկու հոգի տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Սևանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Երազը տեսնում եք, դարձել է, վերածվել է մետաղե ջարդունի, գազաբալոնն է փոխվել, հավանաբար հենց նշված ավտոմեքենայի գազաբալոնն է։ Նույն օրը Դավիթ-բեկի փողոցում բախվել են Կիան, Մերսեդեսը եւ Հյունդային։ Վերջինը կողաշրջվել է ու բռնկվել։ Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Փրկարարության Երևանի TV 9-րդ շրջի փրկարարական ջոկատի հրշեջները մարել են մեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ Երթևեկությունը նշված հատվածում կարելի ասել հատվածահար է եղել, խցանումը դեպի մասիվ մոտավորապես հասնում է 4-5 կիլոմետրի։ Դարձյալ ապրիլի 7-ին Արշակունյաց պողոտայում բախվել են BMW X5-ը եւ մեկ այլ BMW։ Նրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին ու բախվել ծառին։ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապախումբը բուժօգնություն է ցուցաբերել երկու քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Նրանք տեղեկություն ունեն, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ մեքենայի վարորդ, որը վթարային վիճակ ստեղծելուց հետո հեռացել է դեպքի վայրից։ Վթարի հետևանքով նախնական տեղեկությունների տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապախումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 հոգու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն ուժեղ։ Իսկ Զաքյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել կայանված Kia Forte-ում։ Սկզբում կրակի տարածման դեմ պայքարել է 56-ամյա վարորդը, հետո արդեն փրկարարության Երևանի TV 8-րդ շրջի փրկարարական ջոկատի հրշեջները մարել են կրակը։ Մեքենան շահագործել այլևս հնարավոր չէ։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։